Անկախ Հայաստանի պատմության մեջ Վեդիի ջրամբարն առաջինն է, որը զրոյից է կառուցվելու, դրանից առաջ մարմարի կինն էր։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հստակեցնում է, ճիշտ է գրեթե զրոյից, բայց վերականգնման ծրագիր էր։ 29 միլիոն խորանարդ մետր ծավալով Վեդիի ջրամբարը 3200 հեկտար տարածք է ոռոգելու, հիմնականում Արարատյան դաշտի Սակավաջուր հողերը, 37 կիլոմետր երկարությամբ։ Վեդի եւ Խոսրով գետերի ազատ հոսքը կտեղափոխվի դեպի ջրամբար։ Սա այն ջուրն է, որը Խոսրով եւ Վեդի գետերից անիմաստ գնում էր դեպի Թուրքիա, հիմա մենք փորձում ենք այդ ջուրը բռնել։ Ջրամբարի կառուցումից հետո 8 համայնքների 2900 հեկտար հողատարածքներ մեխանիկական ոռոգումից կանցնեն ինքնահոս եղանակի, 11 պոմպակայաններ շահագործումից ամբողջությամբ դուրս կգան, 4-ն էլ մասնակի կաշխատեն։ Արդյունքում ամեն տարի 19 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա կխնայեն, ինչն էլ հավասար է 1 միլիարդ դրամի։ Կկրճատվեն նաև ոռոգման ջրի կորուստները։ Շինարարությունը 4 տարի է տևելու, իրականացնողը ոլորտի փորձառուներից է։ Վերընկերությունը նման աշխատանքի փորձ ունի մարմարի ջրամբարի վրա, որը ավելի հիդրոլոգիական պայմանները ավելի վատն են եղել այնտեղ, բայց մենք կարողացել ենք կառուցել։ Բոլոր հաշվարկները, ջրամբարի կայունության հաշվարկները իրականացվել են սեյսմիկ գոտուն համապատասխան։ Նախագիծը կազմել են ֆրանսիական եւ բելգիական երկու ընկերություններ, ամեն ինչ համապատասխան է ջրամբարաշինության ժամանակակից ստանդարտներին։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 միլիոն եվրո է։ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ վարկային համաձայնագիրը 2016-ին է ստորագրվել։ 75 միլիոնը Ֆրանսիայի զարգացման գործակալությունն է տալու եւս 15 միլիոն եվրո պետբյուջեից համաֆինանսավորում։ Վեդիի ջրամբարը կնվազեցնի նաև Սևանալճից ոռոգման նպատակով ջրառը, մոտ 18 միլիոն խորանարդ մետրով։ Նելի Հարությունյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։